Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կապիրկինը Նոև Կավչագին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է Վաշինգտոնում համաձայնեցված TRIP նախագծին եւ իր դիրքորոշումը կձևակերպի այն ժամանակ, երբ նախաձեռնությունը մտնի կոնկրետ գործնական փուլ։ Նա նաև ակնարկել է, թե նախագիծը կարող է առնչվել ԵԱՏՄ կանոններին, առաջարկել առարկայական խորհրդակցություններ սկսել եւ որպես ելակետ հիշատակել 2020-22 թվականների եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը։ Հայաստանի պատասխանն այս ուղերձին պետք է լինի շատ հստակ, անաղմուկ եւ սառնասիրտ։ ԵԱՏՄ կանոնները վերաբերում են բացառապես մաքսային ընթացակարգերին, բեռների ձևակերպմանը, վերահսկողության կարգին եւ փաստաթղթաշրջանառությանը։ Բայց դրանք որևէ մեկին լիազորություն չեն տալիս թելադրել, թե Հայաստանի տարածքով ինչ ճանապարհներ պիտի կառուցվեն, ինչ ձևաչափով բացվեն հաղորդակցությունները կամ առավել եւս պահանջել արտոնյալ ռեժիմ ու արտաքին վերահսկողություն Հայաստանի սահմանների եւ տարածքի նկատմամբ։ Ինչ վերաբերում է որպես հիմք ներկայացվող 2020-22 թվականների փաթեթին, ապա մեր փորձն արդեն տվել է իր գնահատականը։ Ռուսաստանը կարող էր, բայց չկանխեց 2020 թվականի արհավիրքը 44-օրյա պատերազմը, չկասեցվեց ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ, Արցախը հայաթափվեց ռուսական այսպես կոչված խաղաղապահների հանցավոր մասնակցությամբ եւ թողտվությամբ։ Այս փաստերից հետո Հայաստանը չի կարող իր անվտանգությունը կառուցել հույսերի կամ անորոշ պարտավորությունների վրա։ Ուստի մեր դիրքորոշումը պետք է լինի հստակ։ Հայաստանը կողմ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միայն մեկ պայմանով՝ լիակատար ինքնիշխանություն Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենքներով եւ մեր մաքսային ու սահմանային լիարժեք վերահսկողությամբ։ Ոչ մի արտոնյալ կարգավիճակ, ոչ մի արտաքին վերահսկողություն, ոչ մի ձևաչափ, որը սահմանափակում է մեր իրավազորությունը։ Ճանապարհները պետք է բացվեն ոչ թե պետությունը նեղացնելու, այլ պետությունը ուժեղացնելու համար։ Մեզ համար չափանիշը մեկն է, ինչն ամրացնում է Հայաստանի սուբյեկտայնությունն ու որոշելու իրավունքը ընդունելի է, ինչը խաթարում է, անընդունելի է, ինչ անունով էլ այն ներկայացվի։